Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օրլրատվականն է, այսօր 24 փետրվարի օրը 3-շաբթի, բարի երեկո։ Համայնքների խոշորացումից ի վեր Գավառի համայնքապետարանը ենթակա կազմակերպություններին կապիտալ եւ ընթացիկ դրամաշնորհների տեսքով ֆինանսական հատկացումներ է կատարում։ Նպատակը կառույցների ընթացիկ խնդիրները լուծելն է։ Տրամադրված դրամաշնորհով Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցը վերջին 2 տարիներին գույք, տեխնիկա եւ երաժշտական գործիքներ է ձեռք բերել։ 2024 եւ 2025 թվականներին Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցին համայնքապետարանի կողմից կապիտալ եւ ընթացիկ դրամաշնորհներ են հատկացվել դպրոցում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով։ Ֆինանսական հատկացումները կատարվել են համայնքի բյուջեից։ Դպրոցը դրամաշնորհով ձեռք է բերել անհրաժեշտ գույք, տեխնիկա եւ երաժշտական գործիքներ։ Տրամադրվող գույքը, պարագաները հիմնականում միտված են ապահովելու երաժշտական ուսումնական գործընթացը, մասնավորապես օրինակ երաժշտական դպրոցի համար մենք այս տարի ձեռք ենք բերել 4 գործիքներ, որոնք անհրաժեշտ են եղել եւ ուսումնական ամբողջ գործընթացի համար եւ այն նպատակները, որ դրել է երաժշտական դպրոցը իր առջեւ ունենալ, նվագախումբ, ապահովել միջոցառումների բարձր որակը եւ մենք այդ գործիքները ձեռք ենք բերել իրենց համար։ 2024 թվականի 1.360.000 դրամ կապիտալ դրամաշնորհով դպրոցը ձեռք է բերել սառնարան, 3 գրասեղան, խոսափող, պլաստիկ դհոլ, պահարան, բազմոց, բազկաթոռ, հայելիներ եւ ջահ։ Սա լավագույն միջոց է դպրոցի կարիքները հոգալու համար, որը նաև իր երթին նպաստում է ուսման որակի բարձրացմանը։ Շնորհակալություն համայնքապետարանին, շնորհակալություն պարոն Մարտիրոսյանին, դպրոցը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ Դպրոցին դրամաշնորհային հատկացումներ են կատարվել նաև 2025 թվականին։ 700.000 դրամ կապիտալ դրամաշնորհով ձեռք են բերվել երաժշտական գործիքներ՝ կիթառ, կախոն, սաքսոֆոն եւ բազդուդուկ։ Նույն արժողությամբ էլ ընթացիկ դրամաշնորհով երգչախմբի համար համապատասխան հագուստ եւ խոսափողի հենակ է գնվել։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գեղարքունիքի մարզային գրադարանը Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գիրք նվիրելու օրերին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է դեռևս անցյալ շաբաթ եւ շարունակում է իրականացնել գրական ցերեկույթներ, ներգրավելով Գավառ համայնքի հանրակրթական դպրոցներին եւ կրթամշակութային հաստատություններին։ Գեղարքունիքի մարզային գրադարանում դարձյալ եռուզեռ է։ Տարբեր տարիքի եւ նախասիրությունների ընթերցողական խմբերը հաջորդում են միմյանց, իսկ համախմբող առանցքը նույնն է։ Տոնում են ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան եւ գիրք նվիրելու օրը։ Միջոցառումները մեկնարկել են դեռևս փետրվարի 18-ից եւ շարունակվում են ամրապնդելով ընթերցող գիրք գրադարան կապը։ Տոնական միջոցառումների յուրաքանչյուր բաղադրիչը փոխանցում է թումանյանական աշխարհի ոգին ու շունչը, կրկին ու կրկին բացում նրա ստեղծագործական աշխարհը, որը հարազատ է եւ մեծին եւ մանուկին։ Թումանյանը մեր ժողովրդի հոգևոր գանձերից է։ Նրա խոսքը մեզ սովորեցնում է լինել ազնիվ, բարի, հայրենասեր եւ մտածող մարդ։ Նրա ստեղծագործությունները սերունդներ են կրթել եւ շարունակելու են լուսավորել մեր ճանապարհը։ Այսօր մենք ոչ միայն մասնակցում ենք վիկտորինայի, այլ նաև միասին մեկնարկում ենք մի գեղեցիկ ավանդույթ՝ գիրք նվիրելու մշակույթը, որով սեր ենք փոխանցում գրքի, գիտելիքի եւ ընթերցանության հանդեպ։ Այսօրվա վիկտորինան պարզապես մրցույթ չէ։ Այն հրաշալի հնարավորություն է եւս մեկ անգամ վերագտնելու գրքի արժեքը, ընթերցանության հաճույքը եւ մայրենի լեզվի անսահման հարստությունը։ Թումանյանը մեզ համար ոչ միայն մեծ գրող է, այլ մարդ, մտածող, հայրենասեր, ում կյանքի եւ ստեղծագործության առանցքում գիրքն է, որպես լույս, որպես խիղճ, որպես ճանապարհ։ Նրա համար մարդը արժեք էր ոչ միայն դիրքով ու կարողությամբ, այլ խղճով ու բարությամբ, խելքով ու իմաստնությամբ։ Այդ պատճառով նրա ստեղծագործություններում այնքան կենթանի են պարզ մարդիկ, երեխաները, տառապողները, միամիտներն ու հուսահատները։ Նրա քառյակներն ու պատմվածքները փոքր ծավալով են, բայց մեծ խորություն ունեն։ Նա մեզ չի տալիս պատրաստի ճշմարտություններ, այլ սովորեցնում է մտածել։ Նրա փիլիսոփայությունը պարզ է ու խոր, ապրել արժանապատիվ, սիրել մարդուն, չկորցնել լույսը նույնիսկ մթության մեջ։ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների իրենց իմացությունն են ներկայացնում Գավառի ավագ, համար 7 եւ 8 հիմնական, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցների աշակերտները։ Գրական ուղևորություն Թումանյանի հետ խորագրով Վիկտորինան աշակերտներին հնարավորություն է տալիս
ինքնուրույն վերլուծություններ կատարելու եւ սեփական ընկալումներն արտահայտելու։ Ինչու են Թումանյանի հեքիաթները միշտ արդիական։ Թումանյանի հեքիաթները միշտ արդիական են, որովհետև դրանք խոսում են ոչ թե ժամանակավոր խնդիրների, այլ մարդու բնույթի մասին։ Իսկ ինչպես գիտենք, մարդու բնույթը դարերի ընթացքում չի փոխվում։ Մարդը միշտ էլ կանգնում է տարբեր ընտրությունների առաջ, որոնք են ազնվությունը եւ չարությունը, խաբեությունը եւ էլի ազնվությունը, տգիտությունը եւ խելքը, եւ հենց այդ հավերժական խնդիրներն է, ընտրություններն է Թումանյանը դարձնում իր հեքիաթների հիմքը։ Շունն ու կատուն հեքիաթում վեր են հանվում այնպիսի կարևորագույն գաղափարներ, ինչպիսին են օրինակ ազնվությունը, ինչպես նաեւ այն, որ վստահությունը շատ դժվար է ձեռք բերել եւ եթե հանկարծ դու վստահությունը կորցնում ես, ապա շատ դժվար է նաեւ այն հետ բերել։ Գրական ուղևորության տպավորությունները համալրում է առցանց էքսկուրսիան։ Աշակերտները ծանոթանում են Թիֆլիսյան այն տան պատմությանը, որտեղ կյանքի վերջին տարիներին ապրել էր Հովհաննես Թումանյանը։ Տունն այժմ գիտամշակութային կենտրոն է եւ շարունակում է այցելուներին պատմել մեծանուն հայի մասին։ Թումանյանական հեքիաթների տրամադրություններն ու գույներն են նաեւ Գավառի թիվ 4 մսուր մանկապարտեզում։ Մարզային գրադարանի տոնական միջոցառումների մասնակիցների ցանկում նաեւ փոքրիկներն են։ Հյուրերին դիմավորում են գրական գեղարվեստական ցերեկույթով, արտասանում են, հեքիաթ են պատմում եւ իրենք էլ հեքիաթի հերոս են դառնում։ Եվ որպեսզի հեքիաթը երկար ուղեկցի փոքրիկներին, Մարզային գրադարանը նրանց եւս նվիրում է գրքեր, իսկ մանկապարտեզի համար նախատեսված գրքերն իրենց տեղն են գտնում մանկական գրականության անկյունում, ուր նախատեսվում է կազմակերպել ընթերցանություն փոքրիկների համար։ Գրքի նվիրատվությունը շարունակվում է Գավառի բժշկական կենտրոնում։ Դեռևս 2024-ին Մարզային գրադարանի եւ Գրողների միության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման նախաձեռնությամբ բոլոր բաժանմունքներում տեղադրված գրադարակները համալրվում են նոր գրականությամբ։ Գիրքն ու գրադարանը այսպիսով մոտենում են նաեւ բուժառուներին եւ բուժաշխատողներին։ Մենք բոլորս մեծացել ենք թումանյանական շնչով։ Թումանյանը այն հեղինակն է, ով եւ փոքրերի համար է, եւ երիտասարդների, եւ մեծերի, եւ Թումանյանի միակ գաղափարախոսությունը դա եղել է մարդասիրությունը։ Եվ դուք իրականացնում եք մարդասեր, մարդասիրական աշխատանք։ Շնորհավորում եմ բոլորիս եւ քանի որ ավանդույթը մենք շարունակում ենք, յուրաքանչյուր տարի Գեղարքունիքի մարզային գրադարանը նվիրաբերում է գրքեր Գավառի բժշկական կենտրոնին այդ գրադարակները շատացնելու, համալրելու համար։ Այս տարի նույնպես նախատեսել ենք եւ սիրով Հիվանդանոցային առօրյան փոխում են Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտները բարեկենդանը հեքիաթի բեմականացմամբ, իսկ Մարզային գրադարանի ներկայացուցիչները գրքերի հաջորդ կապոցը Ծովազարդի միջնակարգ դպրոց են տանում։ Դրանք հարստացնում են նորաբաց ընթերցասրահը։ Գիրք գումարած դպրոց հավասար է հաջողություն խորագրով, գրական ցերեկույթով էլ ներկայանում են տեղի աշակերտները։ Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գրքի նվիրատվության օրն ամփոփվում է Մարզային գրադարանում գրական ընթերցումներով։ Թումանյանական մշտապես արդի ստեղծագործություններն ընթերցում են Գավառի երիտասարդների տուն, բաց երիտասարդական կենտրոնի անդամներն ու աշակերտները։ Մարզային գրադարանի հետ գործակցած կրթական եւ մշակութային հաստատություններին, ինչպես նաեւ անհատ ընթերցողներին նվիրաբերված գրքերը Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության ծրագրերով հրատարակված գրականության ցանկից են։ Գավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։